Եկեք այստեղ։ Հանրապետության հապարակում տեղի ունենալիք մեծ հավաքի։ ունեք ռուսական կողմը արդեն այդ սահմանափակումները մտցրել է, ամսի 30-ից պետք է գործեին։ Այդ տեխնիկական հարցեր են, որ անկեղծ ասեմ, այսօր էլ քննարկվել են հարցեր, երկու ընկերություն բացվել է ձուկ արտադրող։ Ես կարծում եմ, որ ամսի 7-ից 8-ից հետո հերթով բոլորը կբացվի, աշխատանքային հարցեր են, տեխնիկական մեծ հաշվով մեծ խնդիր չկա, բայց զուգահեռ դրան այսօր արդեն էկոնոմիկայի նախարարությունը մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել, Եվրոպական միություն, Մերձավոր Արևելք, արտահանման աջակցման, այսինքն տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, երբեմն նաև IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում, այսինքն ել ավելի ագրեսիվ, ճիշտ է, Եվրոպական միության արտահանումը կրկնապատկվել է, բայց ել ավելի ագրեսիվ ենք եւ նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչեւ տարեվերջ։ Պարոն Պապոյան, որ կոնկրետ եվրոպական ուղղությունները կհստակեցնեք եւ որ ապրանքների հետ Եվրոպական միություն եւ պտուղ բանջարեղեն եւ մշակողարդյունաբերության արտադրանք, այսինքն ամեն ինչ։ Եվ ինչն է պատճառը սահմանափակումների ձկնեղենը, միրգ բանջարեղենը, ջերմուկը, ծաղիկները, կա Ռուսաստանից ձևակերպված կոնկրետ խնդիր թե չէ։ Խնդիրը շատ այդպես տեխնիկական է եւ հասցեատերը մենք չենք, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը չէ, Զնդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է, իր գոլեգա մարմնի Ռոսսիլխոզնadzorի հետ, բայց ընդհանուր առմամբ նաև իմ տեղակալը եղել է վերջերս Աստանայում եւ հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է եւ բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տան եւ ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք։ Պարոն Պապոյան, Եվրոպական միություն ապրանքների արտահանում ինչքանով է իրատեսական հաշվի առնելով Եվրոպայի սահմանած չափանիշներն ու մեր ապրանքների որակները։ Եթե չափանիշները լիներ, շատ իրատեսական էր, որովհետև մեր պտուղ բանջարեղենի արտահանելի պտուղ բանջարեղենը ունի Global Gap certificate, որը ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է, եւ այսինքն դա այն է, ինչ որ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է, բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ տրանսպորտային ծախսեր, ես մեկ օրինակ բերեմ ձեզ, տեսեք, ասենք, մենք արտադրում ենք ելակը այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով եւ այն նույն ջերմատներում, որոնք որ Եվրոպայում են։ Տարբերությունը որն է, որ ֆրանսիացին ասենք առնում է հոլանդական այդ ֆերմերից սացիլը, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր տեղափոխում է ու ծախում է։ Այդտեղ ծախսը ասենք կարող լինի մաքսիմում, չգիտեմ, տրանսպորտային ծախսերը $500։ Մեր պարագայում որ առնում ենք, մի հատ $8000 տալիս ենք, պիտի բերենք սացիլը հասցնենք այստեղ, հետո մի հատ $8000 պիտի տանք այդ բանը ելակը հասցնենք Եվրոպա, մի հատ էլ 8-ից 14.4% մաքսատուրք պետք է տանք, այսինքն որակի առումով այն որ ժամանակին ասում են դե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ բանջարեղենը մենակ Ռուսաստանում են առնում։ Ուրեմն այդպիսի բան չկա, այդ ստանդարտները արդեն ԵԱՏՄ-ում էլ ամենաբարձրը, կներեք ԵՄ-ում էլ ամենաբարձրը, ու մեր ապրանքներն այդ ամենաբարձրին համապատասխանում է։ Այդ ժամանակները անցել է։ Հիմա տրանսպորտի բանն է մնացել, տրանսպորտային հարցերն են մնացել, տրանսպորտային հարցերի հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել կառավարություն, ագրեսիվ կսուբսիդավորենք մեր ուրեմն գյուղ մթերք արտահանողներին, որպեսզի իրենք կարողանան մրցունակ գներ առաջարկել։ Ագրեսիվը ո՞րն է, ինչ չափի մասին է։ Շատ մեծ գումարներով էլի ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք, օրինակ լոլիկը ծաղիկը $5.5 միլիոն մինչև տարվա վերջ, $3.5 միլիոն լոլիկ, $3.5 միլիոն պղպեղ, բոլոր եվրոպական երկրներ։ Հունաստանից մի գնացեք էլի, պարոն Պապոյան, մի րոպե։ Պիտի շտապեմ։ Արի դիմացից արսեն։ Պարոն Պապոյան, հա մենք քայլում ենք ձեր հետ։ Պարոն Դե իրականում եթե լճացում լիներ, դուք 700 դրամով պամիդոր չէիք գնիք, գնեիք 200 դրամով, եթե 700-ով եք առնում, ուրեմն դա նշանակում է, որ այդպես չի։ Բայց ես կհուսով եմ, որ նաև որոշակի գների անկում կարող է տեղի ունենա, ասենք մի 500-400 մինչև կարող է իջնի ինչու ոչ, եւ դրա շնորհիվ մեր ամբողջ ազգաբնակչությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պտուղ բանջարեղենը, այսինքն դրա մեջ նաև այդպիսի
դա այդպեսի հետևանք էլ կարող ունենա, բայց դա ժամանակավոր, մինչև մենք եվրոպական շուկաների հարցը կլուծենք։ Պարոն նախարար, իսկ կներեք էլի, կոնկրետ ինչ փոխադրամիջոցով է կազմակերպվելու։ Բեռնափոխադրումը ամենահարմարն է այս բանը։ Եվ Բարև ձեզ։ Պարոն Պապոյան, նաև քննադատություններ կան, որ սա ձեր իշխանության վերջին քաղաքականության հետևանքն է, որ Ռուսաստանը նման բան անում։ Մենք Ռուսաստանի հետ երբեք այդքան լավ հարաբերություն չենք ունեցել, ոնց որ հիմա երբեք այսքան առևտրաշրջանառություն Ռուսաստանի հետ չի եղել, ինչքան հիմա է, ու գիտեք այն մարդիկ, ովքեր որ ասում են մեր ժամանակ լավ էր, այսպես պատկերացնում որ ասեմ, Սեղանիկը հիշում եք, իրանց ժամանակ տնտեսությունը ու հիմա որ համեմատես, ոնց որ Սեղանիկը համեմատեք մեծ հիպերմարկետի հետ, 10-ը պատկվել է, որոշ ապրանքային ուղղություններով 20-30-ը պատկվել է, այդ մարդիկ անգամ չեն պատկերացնում ինչ ծավալների մասին է խոսքը։ Նախարար, իսկ ապրանքային տեսքը կպահի միջև Եվրոպա հասնի բեռնափոխադրման։ Նայած ինչ ապրանք։ Ելակ օրինակ։ Ելակը կարա հասնի։ Ծաղիկը կարա հասնի։ Ծաղիկը Քենիայից, Էկվադորից նավով, սառցարանով ամսով բերում են։ Եվ պարոն նախարար, դա շահավետ լինելու է Հայաստանի տնտեսության համար, որ տնտեսվարողին մեծ բան տակ, դուք նշեցիք ագրեսիվ փոխհատուցումներ են լինելու, Հայաստանի տնտեսության առումով դա շահավետ լինելու է, թե վնասներ է կրելու պետության գործընկերների հետ բանակցությունների մեջ եմ, որպեսզի մենք ուղիղ ֆինանսական աջակցություն ստանանք, եւ ես կարծում եմ Հայաստանը ուղիղ նաեւ ֆինանսական աջակցություն ակնկալում է եւ պետք է ստանա։ Հայկական ապրանքների համար արտոնյալ մաքսային պայմանների շուրջ քննարկումներ։ Այո, կա այդ քննարկումները, ATM-ի մասին է խոսքը եւ եվրոպական գործընկերները խոստացել են առաջիկա 10 ամսվա մեջ, որտեղ դա process-ներ է, որը այդքան կարա տևի, նաեւ այդ հարցը լուծել։ Եվ տեղեկություններ ունեք, Երևանը պատասխանել է Ռուսաստանի նամակին, թե ոչ։ Ինչ նամակ։ Գազի գնի հետ կապված 13 թվականի Չեմ կարող ասել, գիտեմ, որ շատ ջերմ զրույց է եղել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի միջև եւ բոլոր հարցերը ըստ էության ես կարծում եմ, որ հայկական մամուլում ուռճացված են, բոլոր հարցերը կլուծվեն։